Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տառու կանխատեսումը խեցգետին նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ տառու կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տառու կանխատեսում, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ նոր սկզբով։ Բոլորը ինչ-որ նոր սկիզբ են ունենալու, բայց բնականաբար դա լինելու է տարբեր ոլորտներում։ Գուցե ձեր այնպիսի ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որը հենց ձեզնից կախված կլինի և կարողանալով ճիշտ ցույց տալ ձեր հմտությունները, ձեր կարողությունները, կկարողանաք որոշ մարդկանց վրա ազդեցություն ունենալ կամ այնպես անել ուղղակի, որ ձեր խոսքը անցնի որևէ գործում։ Սիրելի ընկերներ, ամսվա սկզբին մինչև կեսերս զգույշ եղեք, հնարավոր է ինչ-որ առողջական խնդիրների հայտ գան, այն հնարավոր է իհարկե պայմանավորված լինի սովորական մրսածությամբ եւ այլն, կամ էլ կարող է լինեն ծախսեր կապված հիվանդության հետ կապված, գուցե օրինակ մրսեք եւ բնականաբար ինչ-որ դեղեր գնեք, որպեսզի շուտ լավանաք, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Եթե պետք է ինչ-որ գումարնի հարցում ներդրումներ կատարեք եւ այլն, ապա զգույշ եղեք եւ ամեն ինչ լավ ծանրութեթև արեք։ Աշխատանքը շատ կլինի ամսվա ընթացքում, ձեր գործերը, պատվերները շատ կլինեն, ոմանք կորոշեն գնալ նոր դասընթացի, նոր ինչ-որ հմտություն ձեռք բերելու կամ գուցե արդեն ստացել եք այդ հավաստագիրը եւ կարող եք արդեն աշխատել այդ նոր ուղղությամբ, նոր հնարավորությամբ, նոր հմտությամբ, բնականաբար աշխատանք ամսվա ընթացքում ձեզ շատ կլինի, ամեն ինչ կարգին կլինի։ Հնարավոր է ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որը ձեզ չգոհացնի, գուցե նեղվեք, որ ձեր ուզածով չգնաց ինչ-որ բան, ձեր ուզածին չհասաք, բայց կարևոր է, որ չկենտրոնանաք այդ չստացված տարբերակի վրա, քանի որ այլ տարբերակներ եւս կլինեն, կարևոր է, որ ձեր ֆոկուսը փոխեք եւ տեսնեք, թե այլ ինչ տարբերակով կարելի է ձեր ուզածին որ հասնեք, իսկ այդ տարբերակները հաստատ կլինեն։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ-որ բանի հաջողությամբ ավարտով։ Ինչ-որ փուլ, ինչ-որ էտապ ձեր կյանքում հաջողությամբ իր ավարտը կունենա։ Իհարկե ամեն մեկը մի ձևով կզգա, մեկը գուցե օրինակ հագնա դեկրետի այս ժամանակահատվածում, կամ ընդհակառակը այդ դեկրետի փուլը ավարտվի, գնաք նոր արդեն աշխատանքի, գուցե այն ուղղակի աշխատանքի հետ պայմանավորված չլինի, այլ հարաբերությունների հետ պայմանավորված լինի, օրինակ ընկերությունների կանում այդ փուլը հաջողությամբ ավարտվի եւ անցնեք արդեն նոր ավելի պաշտոնական փուլի եւ այլն։ Համենայն դեպս ինչ-որ բան հաջողությամբ ձեր կյանքում կավարտվի։ Այս քարտը կարող է մեզ հուշել նաև արտասահմանի թեմաների հետ կապված, ոմանք գուցե գնան արտասահման կամ արտարժույթի հետ կապված ինչ-որ գործարքներ կնքեն։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսինը լինելու ցուլ նշանում, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է իհարկե ունենալու։ Այս ժամանակահատվածում սիրելի ընկերներ, հենց այն նույն քարտն է դուրս եկել, ինչ որ ես ձեզ ասեցի, որ աշխատանք է ձեզ սպասվում, հաճախորդներ է ձեզ սպասվում, կամ գուցե ինչ-որ դասընթացների եք գնացել, դրա արդյունքը վերջնական դուք արդեն հիմա տեսնեք կամ այդ լիցենզիան հավաստագիրը ստանաք այս ժամանակահատվածում։ Ես երբ տարբեր քարտերից նույնն է դուրս գալիս, դա շատ ավելի պետք է մեզ ուշադրության տեղիք տա, որովհետև դրա վրա ավելի շատ կենտրոնանանք։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 20-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ սիրելի ընկերներ, ձեզ հաջողություն է սպասվում, ինչ-որ բան ի օգուտ ձեզ կլինի, վերջին պահին կշրջվի օգուտ ձեզ, որևէ հարցում ձեր բախտը կբերի, թե որ ոլորտում կբերի, իհարկե ամեն մեկը մի ձևով կզգա, բայց որ ինչ-որ հաջողություն է սպասվում, դա հաստատ։ Եթե մտածում եք այս ժամանակահատվածում տրանսպորտային միջոց ձեռք բերել, ապա հաստատ ձեզ մոտ կստացվի։ Այսքանն է սիրելի խեցգետիններ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։